Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երրորդ երկի արդեն 11-րդ գլուխը։ Գլուխը ինքը կոչվում է ուրեմն ժամանակի տարբեր սանդղակները սկսված ատոմայինից։ Որովհետև այս գլուխը ինքը իր մեջ չի պարունակում հոգևոր զարգացման տեսանկյունից ոչ մի այսպես մանրամասնված գիտելիք, այդ պատճառով ես կարդամ ամբողջ գլուխը, եւ մենք այսօր դեսեք քննարկենք միանգամից ամբողջ 11-րդ գլուխը եւ Աստծո ողորմածությամբ վաղվանից կանցնենք առաջ։ Եվ այսպես տեքստերը Ատոմ են կոչում այն ամենափոքր մասնիկը նյութական տիեզերքի, որը այլևս չի մասնատվում եւ չի ձևավորում բաների առանձին մարմին։ Ատոմը ինքը անտեսանելի է աչքի համար, գոյություն ունի միշտ, եթե նույնիսկ տեղի է ունենում բոլոր ֆորմաների ոչնչացումը։ Նյութական մարմինը դա ոչ այլ ինչ է, քան ուրեմն ատոմների որոշակի կոմբինացիա, բայց ուրեմն սովորական մարդը սխալ է հասկանում դրա բնությունը։ Ատոմը ինքը հանդիսանում է էլեմենտար ուրեմն միավոր արտահայտված նյութական աշխարհում։ Մաքուր տեսքով ատոմները իրանք համախմբված չեն կամ ոչ այս, ոչ այն ֆիզիկական մարմինների եւ կոչվում են անսահման միակ, ոչ թե միակ, այլ միասնություն։ Անկասկած գոյություն ունի շատ մեծ տարբերություն, մեծ բազմազանություն ֆիզիկական մարմինների, բայց ատոմը ինքը իրանով ուրեմն հանդիսանում է ամեն ինչի հիմքը։ Ժամանակը կարելի է հաշվել ուրեմն կապելով տարբեր ֆիզիկական մարմինների շարժման հետ, որոնք իրենք բաղկացած են ատոմներից։ Ժամանակը դա Գերագույն Աստծո անձնավորության էներգիան է, որը ղեկավարում է բոլոր տեսակի ֆիզիկական մարմինների տեղափոխումները, թեկուզ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում մնում է անտեսանելի։ Ատոմային ժամանակը ինքը կապված է տարածության հետ, որը զբաղեցնում է կոնկրետ ատոմը։ Ժամանակը, որը ինքը ախվատվույթ որը ինքը բաներ այսպես ոչ որ պարունակում է, բոլոր անարտահայտ ատոմները կոչում են մեծ ժամանակ, то есть великое время, ժամանակի կոպիտ բանը, չափման միավորը որոշվում է հետևյալ կերպ։ Այսինքն հիմա տեքստը ինքը պատմում է, թե ինչպես էին արիացիները իրենք որոշում ժամանակը։ Երկու ատոմ միանալով իրար հետ ստեղծում են երկակի ատոմ եւ երեք այդպիսի ատոմները իրանք ստեղծում են գեգզատոմ։ Գեգզատոմը կարելի է տեսնել ուրեմն լույսի շողերի մեջ։
որը երբ որ լույսը ինքը անցնում է փոքր անցքից։ Ընդ որում շատ պարզ երևում է, որ այդ մաստիկները իրենք բարձրանում են դեպի վերև։ Ժամանակը, որը անհրաժեշտ է, որպեսզի միանան երեք տրիսարենուն, ես ընթացքում կբացատրեմ ինչ է, անվանում են տրուտի։ 100 տրուտիները իրենք ուրեմն կազմում են մեկ հատ վեթու, և 3 վեթաները նման են մեկ հատ լավայի։ Ժամանակի այն պերիոդը, որը ուրեմն շարունակվում է 3 լավա, ինքը կազմում է մեկ նիմեշու, այսինքն հիմա հայացիներ իրանք խոսում են, մենք ասում ենք վայրկյան, ժամ, բան, իրանք խոսում են իրենց ժամանակի անվանումներով, էլի մենք կբացատրենք ընթացքում։ Ուրեմն ժամանակի այն հատվածը, որը ինքը շարունակվում է 3 լավա, կոչվում է մեկ նիմեշու, իսկ 3 նիմեշաները հավասար են մեկ քշանայի։ 5 քշանան ձևավորում են մեկ կաշթու և 15 կաշթան մեկ լակու։ 15 լաքուն հավասար է մեկ նատիկեի, որոնք մեկ-մեկ կոչվում են դանդա։ 2 դանդաները ուրեմն կազմում են մեկ մուհուրտան, իսկ 6 և 7 դանդաները կազմում են 4-րդ մասը օրվա և գիշերվա։ Իմինը մարդկանց, այսինքն մեր մոլորակի համար։ Որպեսզի չափել տևողությունը մեկ նատիկայի, պետք է պատրաստել պղինձից չափող յոմկաստ, ամանը, չափող ամանը, որի միջոցով կարելի է որոշել մեկ նատիկայի տևողությունը, պետք է լինի պատրաստված բրոնզից և պետք է ունենա 366 գրամ քաշ։ Նրա մեջ անում են ծակ, որի միջոցով այդ ծակը անպայման արվում է ոսկե ոսկե դրելով, որը ինքը պետք է իր քաշով լինի 4 մաշա և երկարությամբ լինի 4 մատի այս երկարությամբ։ Այդ այդ ամանը դնում են ջրի մեջ և ժամանակը, որի ընթացքում ինքը լրիվ մինչև վերջ լցվում է ջրով, կոչվում է մեկ դանդա։ Մարդու օրը ինքը տևում է 4 պրահարա, որոնք իրանք կոչվում են համել յամա և նույն չափով տևում է գիշերը։ 15 օր և գիշեր կազմում են ամսվա կեսը և ամեն ամիս ինքը բաղկացած է 2 կեսից՝ լուսավոր և մութ։ Ամսվա 2 կեսերը իրենք կազմում են մեկ օրը պիտաների մոլորակների վրա և մեկ տարին ինքը այնտեղ տևում է ընդամենը 2 ամիս։ 6 ամսվա ընթացքում պիտաների ժամանակով արևը ինքը այսպես բացարձակորեն ավարտում է իր անցումը
հարավից դեպի հյուսիս։ Արևի այդ արևի երկու այդպիսի տեղափոխումը իրանք հավասար են մեկ օրվան կիսաստվածների մոլորակների վրա կամ ուրեմն մի ամբողջ ուրեմն մի օրը փաստորեն կիսաստվածների ինքը ուրեմն տևում է մարդկայի մեր մոլորակի վրա մի ամբողջ տարի։ Մարդկանց կյանքի տևողությունը ինքը կազմում է 100 տարի։ Բոլոր ազդեցիկ աստղերը, մոլորակները եւ սվիծիլը, եւ ատոմները տիեզերքում իրանք պտտվում են օրբիտայով, ենթարկվելով Գերագույն Աստծո անձնավորության կամքին, որը արտահայտված է որպես ժամանակ։ Գոյություն ունի 5 տեսակի ուրեմն անվանումներ, որոնցով կոչում են արևի, լուսնի, աստղերի եւ երկնքում գտնվող այլ բաների, օբյեկտների, ուրեմն դա կա 5 տարբերություն։ Այդ տարբերություններից ամեն մեկը ունի իր սամբացարան։ Օվիդուրան։ Արևը ինքը պահպանում է բոլոր տիեզերքում բոլոր կենդանի գոյությունը, շռայլորեն տալով նրանց տաքություն եւ լույս իր անսպառ ուրեմն հնարավորություններից։ Բայց եւ ինքն էլ կրճատում է դարը կենդանիակի, որպեսի ուրեմն ազատի կենդանիակին նյութական իլյուզոր կապվածություններից եւ ճանապարհ է բացում դեպի երկնային թագավորություն։ Ահռելի արագությամբ շարժվում է կարևը, ահռելի արագությամբ շարժվում է տիեզերքի տարածքում, դրա համար ասում է բոլոր կենդանիակների պարտականությունն է 5 անգամ 5 տարին մեկ ուրեմն հարգանք մատուցել արևին, կատարել ծիսակատարություններ, եւ ուրեմն առաջարկել իրան համապատասխան բաները էլի ատրիբուտները։ Վիդուրան ասաց. դու ինձ պատմեցիր ուրեմն Պիտրիլոկայում ապրող կենդանիակների կյանքի տևողության մասին, պատմեցիր դրախտային մոլորակների ապրողների մասին եւ մարդկանց։ Իսկ հիմա ես խնդրում եմ, որպեսզի դու պատմես նրա մասին, թե ինչքան են ապրում մեծ իմաստունները, որոնք իրենք այլևս կալպաների օրինաչափություններին չեն ենթարկվում։ Ո հոգևոր ուժով օժտված, քեզ հայտնի է հավերժ ժամանակի ընթացքը, որը ինքը մարմնավորում է Գերագույն Աստծո ազնվորության իշխանությունը, որպես ինքդ քեզ գիտակցող հոգի, դու ունես միստիկական տեսողություն, որը դարձրել է քեզ ամենատես։ Մայտրեյան ասաց. Օվիդուրա, 4 դարաշրջանները կոչվում են Սատյա յուգա, Տրետա յուգա, Դվապարա յուգա եւ Կալի յուգա։ Նրանց ընդհանուր տևողությունը ինքը կազմում է 20,000 տարի կիսաստվածների կիսաստվածների ժամանակով։ Սատյա յուգան ինքը շարունակվում է կիսաստվածների 4800 տարի, Տրետա յուգան կիսաստվածների 3600 տարի, Դվապարա յուգան ընթանում է ուրեմն կիսաստվածների 2400 տարին,
իսկ Կալի յուգան ինքը կիսաստվածների 1200 տարին։ Անցողիկ շրջանները, որոնք իրենք բան են էլի, դարաշրջանների այդ գալուց առաջ անցողիկ շրջանները իրանք տևում են մի քանի 100 կիսաստվածների տարի։ Տեղյակ ուրեմն բաները, աստղագետները այդ դարաշրջանները կոչում են յուգա սանթիա, հա, կամ ուրեմն այդ բաները, այդ միջանկյալ բաները կոչում են յուգա սանթիա կամ դարաշրջանների այդ իրար ստիկ էլի, այդ դարաշրջանների այդ փոփոխման բան, այդ գիծը։ Այդ փոփոխությունների ուրեմն ընթացքում երկու դարաշրջանների միջև կատարվում են տարբեր տեսակի կրոնական ծիսակատարություններ։ Օվիդուրա Սատյա յուգայում մարդիկ իրենք ուրեմն պատշաճ կերպով հետևում են կրոնական սկզբունքներին։ Ինչ վերաբերվում է հետագա դարաշրջաններին, ապա կրոնականության ազդեցությունը ինքը կամաց թուլանում է դարաշրջանից դարաշրջան 1/4-ով, հա, եւ համապատասխան ավելանում է աստվածամերժության կամ անաստվածության ուրեմն ազդեցությունը։ Տեր Բրահմայի մոլորակի 1 օրը, որը ինքը գտնվում է 3 մոլորակային համակարգներից վերև, շարունակվում է 1 օրը, շարունակվում է 1000 այդպիսի ուրեմն յուգաների, 1000 այդպիսի ցիկլերից, որոնք իրանք բաղկացած են 4 յուգաներից, ամեն ցիկլը իր հերթին, հա, եւ նույն չափով էլ տևում է Տեր Բրահմայի գիշերը, որի ընթացքում ինքը խորասուզվում է, քնում է, էլի։ Տեր Բրահմայի գիշերը ինքը ավարտվում է եւ սկսվում է իրացել, երբ Տեր Բրահմայի գիշերը ավարտվում է եւ սկսում է ցերեկը, ինքը նորից արարում է 3 աշխարհները, հա։ Այդ ընթացքում, երբ որ 3 աշխարհները գոյություն են ունենում, ուրեմն փոխվում են 14 մանու, որոնք իրենք մարդկության նախահայրերն են։ Այդ մանուներից ամեն մեկը ուրեմն վայելում է իր կյանքը, ուրեմն մոտավորապես 71 այդպիսի ուրեմն ցիկլ, որը ինքը այդ 4 յուգաներից է բաղկացած։ Երբ ամեն մանուի ուրեմն մահից հետո, հա, իր տեղը գալիս է հաջորդը։ Մանուի բոլոր ուրեմն բաները, սերունդները, իրանք դառնում են տարբեր մոլորակային համակարգերում որպես ղեկավարներ։ Բայց գոյություն ունի 7 փառավոր իմաստուններ, կիսաստվածներ, նման օրինակներ Ինդրային եւ իրանց մտերիմներին, այդպիսին են ինչպիսին գանդհարները, իրանք առաջանում են մանուի հայտնության հետ միասին։ Առաջագործության այն փուլում, որը ինքը տևում է Տեր Բրահմայի 1 օրը, 3 մոլորակային համակարգերը՝ Սվարգան, Մարտյան եւ Պատալան, իրանք պերիոդիկ արարվում են եւ ավիրվում են, հա, իսկ նրանց ապրողները, այսինքն ցածր կենդանիները, մարդիկ, կիսաստվածները եւ պիտանները ծնվում են եւ մահանում են, քաղելով իրենց գործունեության պտուղները։ Ամեն մանուի
բանի կյանքի ընթացքում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գալիս է նյութական աշխարհ, արտահայտելով իր ներքին էներգիան տարբեր տեսակի ուրեմն մարմնավորումների միջոցով, ինչպիսին են հենց մանուն եւ ուրիշները։ Այսպես Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը աջակցում է տիեզերքին եւ բանանում էլի ցուցաբերում իր աստվածային հզորությունը։ Ուրեմն բանի, երբ որ Տեր Բրահմայի օրը մոտենում է ավարտին, ուրեմն տգիտության բան էլի չնչին արտահայտության ազդեցության տակ բան անծայրածիր տիեզերքը ինքը խորասուզվում է գիշերվա մեջ, ենթարկվելով հավերժ ժամանակի կամքին, անսահման կենդանի էակներ իրենք ուրեմն ոչնչանում են այդ ավիրման ընթացքում եւ տիեզերքը լցվում է լռությամբ։ Երբ որ գալիս է Տեր Բրահմայի գիշերը, բոլոր երեք աշխարհները դառնում են անտեսանելի, իսկ արևը եւ լուսինը դադարում են լուսավորել, ինչպես դա լինում է սովորաբար գիշերը։ Այդ բանը ապուստաշենը, այդ ոչնչացման process-ը իրականացվում է կրակի միջոցով, որը ինքը դուրս է գալիս Սանկարշանայի բերանից եւ մեծ իմաստունները, այնպիսիները ինչպես Բրիգունե եւ Մահարլոկայի ապրողները, նրանք բարձրանում են Ջանալուկա կոչվող մոլորակ, որովհետեւ չեն դիմանում կրակի այդ բանին էլի, այդ տաքությանը, որը ինքը այսպես երեք աշխարհները կուր է տալիս։ Տիեզերքի ոչնչացումը ինքը սկսվում է նրանից, որ ծովը եւ օվկիանոսը դուրս են գալիս իրենց ափերից։ Սկսվում են ուրագան, այդ բանկամիները էլի, որոնք իրանք ծովի եւ օվկիանոսի վրա բարձրացնում են շատ այսպես բան էլի կործանիչ ուրեմն ալիքներ եւ հաշված վայրկյանների ընթացքում երեք աշխարհները իրենք հայտնվում են ջրի տակ։ Գերագույն Աստծո անձնավորությունը փակ աչքերով ուրեմն բան է հանգիստ պառկած է անանտայի վրա, հա, որը ինքը այսպես բան էլի նավակի նման այդ ջրերի ալիքների մեջ տատանվում է, այդ բանի պատոп ջրհեղեղի, հա, եւ Ջանալոկայի ապրողները իրենք այսպես միացնելով իրենց ձեռքերը, ուրեմն գովերգում են Գերագույն Աստծո անձնավորությանը իրենց աղոթքներում։ Այսպիսով ուրեմն ամեն կենդանի էակի կյանքը, այդ թվում նաև եւ Տեր Բրահմայի անխուսափելիորեն մոտենում է իր ավարտին։ Ամեն կենդանի էակ ապրում է 100 տարի ժամանակի բանով էլի շկալա ցանկակով, հա, որը ինքը գործում է այն մոլորակի վրա, որտեղ ինքը ապրում է։ Տեր Բրահմայի կյանքը, որը ինքը նույնպես ուրեմն տևում է 100 տարի իր մոլորակի համապատասխան, բաժանվում է երկու մասի՝ առաջի եւ երկրորդ։ Տեր Բրահմայի կյանքի առաջի մասը արդեն անցել է եւ հիմա գնում է նրա կյանքի երկրորդ մասը։ Տեր Բրահմայի կյանքի առաջի մասը սկսվել է Բրահմակալպայից եւ այդ կալպայի ժամանակ Տեր Բրահման ինքը հայտնվել է այս աշխարհում, իսկ Բրահմայի հետ միասին աշխարհում հայտնվել են նաեւ վեդաները։ Բրահմակալպայից հետո գալիս է դարաշրջան, որը կոչվում է
պատմակալպա, որովհետև այդ դարաշրջանում այդ բանից Գերագույն Աստծո ազնվորության պորտի այդ փոսիկից դուրս է գալիս տիեզերական լոտոսը, ով հարատայի շարավիղ, ուրեմն առաջի կեսը Բրահմայի կյանքի երկրորդ կեսին նույնպես կոչում են վարահակալպա, որովհետև այդ ժամանակ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հայտնվում է նյութական աշխարհում վարազի կերպարանքով։ Ընդհանուր տևողությունը այդ երկու ուրեմն Տեր Բրահմայի կյանքի մասերի ինքը հավասար է նիմեշա, այսինքն վայրկյաններ, Գերագույն Աստծո անձնավորության ժամանակի սանդղակով, որը ինքը ուրեմն անփոփոխ է, անբաժան է եւ բոլոր պատճառների պատճառը։ Հավերժ ժամանակը տիրում է ամենքին, սկսած ատոմից եւ վերջացրած Բրահմայով, որի կյանքը տևում է աներևակայելի երկար, բայց եւ գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության ենթարկվածության տակ։ Ժամանակի իշխանությունը տարածվում է բոլոր նրանց վրա, ովքեր որ նույնացնում են իրենց նյութական մարմնի հետ, եթե նույնիսկ իրենք ապրում են սոցիալոգայում կամ այլ բարձր մոլորակային տիեզերքի մոլորակային համակարգերում։ Զգայարանների միջոցով ընկալվող ուրեմն նյութական աշխարհի բանը տրամագիծը ինքը կազմում է 6 միլիարդ կիլոմետր, այդ աշխարհը ինքը ներկայացնում է իրենից ուրեմն 8 նյութական էլեմենտների միացություն, որոնք հետագայում տրանսֆորմացիայի են ենթարկվում բանելի 16 սկզբունքների, ասենք, որոնք տեղադրված են, ինչպես ես հիմա կթվարկեմ, տիեզերքի մեջ եւ տիեզերքից դուրս։ Ամեն մի նյութական էլեմենտների շերտը, որից բաղկացած է տիեզերքի բանը, թե տիեզերքը ինչով է ծածկված, 10 անգամ ավելի հաստ է, քան նախկինը, եւ բոլոր տիեզերքները իրենք այսպես միացված են իրար հետ եւ նման են ահռելի քանակությամբ ատոմների բանին, էլի, այդ որ միտեղ է, Ահա թե ինչու Գերագույն Աստծո ազնվորությունը Տեր Շի Կրիշնային կոչում են ուրեմն բոլոր պատճառների սկզբնական պատճառը։ Եվ այսպես հոգևոր կացարանը Վիշնուի հավերժ է եւ դրանում չի կարող լինել ոչ մի կասկած։ Եվ ինքը ուրեմն համել Մահավիշնուի կացարանն է, ով ուրեմն բոլոր կենդանի էակների բանն է, աղբյուրը։ Եվ այսպես ուրեմն մենք տեսանք ձեզ հետ, որ արիացիները իրենք շատ հույսով եմ, որ պարզ դարձավ, որ շատ գրագետ եւ շատ հետաքրքիր պատկերացումներ ունեին նրա մասին, թե ինչպես է կառուցված, ոչ թե միայն նրա մասին, թե ինչպես է կառուցված նյութական աշխարհը, այլ եւ ժամանակի հետ կապված ուրեմն խնդիրների շուրջ հետաքրքիր պատկերացումներ ունեին, չէ՞։ Ինչպես ես ասացի, այս գլուխը մենք ձեզ հետ կնայենք ընդհանուր առմամբ,
Ինչի համար, որովհետև դուք տեսակ արդեն այդ բացի այդ անվանումները, որ իրանք մի քիչ անսովոր էին եւ դժվար հիշվող, որ իրականում ոչ էլ պետք է հոգեվոր զարգացման տեսանկյունից, դա ընդհանրապես ոչ էլ հետաքրքիր է, հա, բայց սա ինքը բավականին այսպես ֆունդամենտալ գլուխ է Բhagavatam-ում, որպեսզի մենք կարողանանք պատկերացում կազմել թե ինչպիսի պատկերացումներ ունեին կամ ինչպիսի գիտելիք ունեին արիացիները ժամանակի հետ կապված, նյութի հետ կապված, տիեզերքի հետ կապված, հա, եւ կենդանիակների այդ էլի հարաբերական գոյության հետ կապված նյութական աշխարհում եւ այլն, հա։ Ուրեմն այս գլուխը ինքը շատ հետաքրքիր էր այդ տեսանկյունից, որովհետեւ ինչպես տեսակ ինքը սկսեց ատոմի նկարագրությունից։ Ժամանակակից քաղաքակրթությունը ինքը համարում է, որ հենց ինքն է հայտնաբերել ատոմը, բայց մենք տեսնում ենք, որ այդ իրանք հենց ատոմ բառը չի իրականում, այդ ատոմ թարգմանության մեջ է այդպես, ուղղակի բառով ինքը թարգմանվում է որպես էլեմենտարնի մաս, բան էլի, էլեմենտարная частица, այսինքն որ իրանից են կողմ բան կիսվող մասնիկ այլևս չկա, այսինքն արիացիները իրենք դա հասկանում էին, հա, ուրեմն գլուխը ինքը սկսվեց այդ գաղափարից, որ քննարկվեց ատոմը, չէ, եւ վերջացվեց Տեր Բրահմայի կյանքի տևողությունով, եւ այդ տևողությունը ինքը մեր համար, կարելի է ասել, որ Տեր Բրահման մեր համեմատ ինքը ապրում է հավերժ, հա, բայց երբ որ խոսվում է նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորության ժամանակի համեմատ Տեր Բրահմայի կյանքը մի քանի վայրկյան է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Մայտրեյան ինքը այստեղ այսպես էլի գլխի կոմպոզիցիան, եթե կարելի այդպես ասել, ինքը տանում է այդպես, ինքը սկսում է ատոմից, այսինքն ամենափոքր մասնիկից, տիեզերքի, հա, անցնում է մարդու ժամանակով, անցնում է կիսաստվածների ժամանակով, անցնում է դարաշրջանների ժամանակով, չէ, եւ վերջում ուրեմն հասնում է Տեր Բրահմայի կյանքի տևողությանը, որը ինքը իրականում ամեն տիեզերքում ապրում է ամենաերկարը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդ ամեն ինչը նկարագրելուց հետո Մայտրեյան ինքը անցավ նրան, որ սկսեց խոսալ դրա մասին, թե ինչպիսի հայացք ունի, այդ թե ինչպես է տեսնում նյութական աշխարհը Գերագույն Աստծո անձնավորությունը, որի համար դա ընդհանրապես ուրեմն իր էներգիաների շարժումն է, հա, եւ այս գլուխը ինքը իրականում շատ մեծ, եթե այդպես պատկերավոր ասենք, կարելի ասել շատ մեծ, շատ խորը հարված է այդ մարմնական գիտակցության, հա, չգիտեմ, այդ սեփական ինչ-որ այդ բան էլի, որ մարդ իրան եսի ինչ է երևակայում, ամեն մեկը ասենք իր ժամանակաշրջանում ուզում է անպայման ինչ-որ մի հատ բան եսի միշկում, երբ որ մենք խոսում ենք տիեզերական ժամանակի մասին, տիեզերական process-ների մասին, այդ սեփական կարևորության զգացումը ինքը անմիջապես վերանում է, որովհետև այդ հասկացողությունն է գալիս, թե ոչ թե հասկացողություն, մենք դա գիտենք, բայց մենք դա չենք հիշում, մենք դրանով չենք ղեկավարվում, հասկանում եք, որ ասեք ամեն մեկը գիտակցի, թե ինքը տիեզերական մասշտաբով ընդհանրապես ինչ փսոր է, հասկանում եք, բայց տեսեք ասենք, նույնիսկ ասեք մեր երկրում, չէ, որ ասեք ինքը բավականին փոքր, կարելի ասել չնչին չափեր ունեցող երկիր է, միևնույն է, ասենք մարդիկ, որոնք իրենք հավակնում են, հիմա այդպիսի բան է, չէ, այդպիսի պերիոդ է, մարդիկ, որոնք իրենք հավակնում են, ասենք լինել ղեկավարներ, նույնիսկ այս չնչին տարածքի վրա, այսպես բան է, չէ, այս միանգամից իրանց շատ կարևոր անձնավորություններ են զգում, եւ մենք տեսնում ենք, որ այդ իլյուզիան, այսպիսի գլուխների մեջ ինքը փաստացի
բավականին պիտի որ ուրեմն միանգամից այդ սթափությունը գա եւ գլուխը ինքը այսպես էլի ոնց որ մարդուն ասի որ այն ամեն ինչը ինչից որ մենք այդքան կարճած ենք այս աշխարհում հա ինքը գոյություն ունի ժամանակի հոսքի մեջ եւ ոչնչացման է ենթակա ուշ թե շուտ եւ միայն գերագույն աստծո անձնավորության հետ կապն է որ դուրս է բերում հոգու այդ հոսքերի բանից էլի սահմաններից դուրս մենք տեսանք որ գլխավոր թեման գլխի ուրեմն դա ժամանակն էր որը ինքը գերագույն աստծո անձնավորության էներգիան է եւ ղեկավարում է նյութական աշխարհում ամեն ինչը ատոմների շարժումից սկսված մինչև Տեր Բրահմայի կյանքը այսինքն նյութական աշխարհում ամեն ինչը ենթարկված է ժամանակին եւ ոչնչացմանը եւ միայն գերագույն աստծո անձնավորությունն է եւ հոգեվոր իրականությունն է որոնք իրանք գտնվում են այդ ժամանակի հոսքից դուրս եթե մենք նայում ենք թե ինչպես է կազմված գլուխը չէ ապա մենք տեսանք որ ներկայացվեց ատոմը հա եւ որպես հիմք նյութական իրականության այսինքն որ նյութը ինքը դա այդ ամենափոքրիկ մասնիկների կոմբինացիաներից է ձևավորվում չէ տեսանք 6-ից 15-րդ տեքստերում եթե ուշադիր եղաք տեսանք թե ինչպես էին արիացիները իրենք չափում ժամանակը հա տեսանք թե ինչ տևողություն ունի այսինքն իբա ժամանակը ինքը սկզբից բանարվեց թե ինչպես կարելի է ժամանակը չափել, չէ՞, հետո միանգամից արդեն փոխանցվեց այդ գաղափարին, որ տեսեք իրանք դա էին հասկանում, չէ՞, որ մոլորակները իրենք լինում են տարբեր չափերի եւ այդ տարբեր չափերի համապատասխան, հա, մասշտաբի ժամանակի մասշտաբը ինքը փոխվում է։ Չէ՞, եւ մենք տեսանք, որ բայց միևնույնն է, նույնիսկ այդ տեսանկյունից իրանք քննարկում էին այդ թեման, չէ, որ բանը Տեր Բրահմայի բանը, ասենք, որ Տեր Բրահմայից սկսած մինչև ամենա բանը, ասենք, մեր մոլորակները, որտեղ իրականում բանն է, էլի տեսպես չնչի կյանքի տևողություն է, բայց բոլորի համար համապատասխան իրենց մոլորակի ժամանակին տրված է 100 տարի։ Հասկանում եք, հա? Հետո խոսացվեց դրա մասին, որ տիեզերքը ինքը Տեր Բրահմայի քնելու եւ զարթնելու հետ կապված, չեք մոռանում, որ Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, հա, ուրեմն Տեր Բրահմայի քնելու եւ զարթնելու հետ կապված տեղի է ունենում տիեզերքի բան разрушение. Իմ բառը ես հաջորդ ավիրում եմ ասում, բայց իմ կարծիքով ճիշտ չի էլի։ Ոչնչացումը, հա, տեղի է ունենում, պարբերաբար տեղի է ունենում տիեզերքի ոչնչացումը, հա, եւ սա նկարագրվեց որպես անխուսափելի process, հասկանում եք, եւ այդ դա է, ես միշտ դա այդ թեման բանելի այդպես եմ քննարկում, որ իրականում հավերժ հոգու համար նյութական աշխարհում չկա ավելի նսեմացուցիչ բան, քան վախն է, հա, հիմա, եւ մենք տեսանք, որ քննարկվեց, չէ, Տեր Բրահմայի կյանքը, ուրեմն, եւ իմինը այդ տեսանկյունից, որ արիացիները իրենք գիտակցում էին, որ տիեզերական ժամանակը ինքը հարաբերական է, եւ եթե մեր մոլորակի վրա
հա, անցնում է, չգիտեմ, բան, 6 ամիս, դրախտային մոլորակներում դա ընդամենը 1 օրն է, հասկանում եք, և երկրորդը, ուրեմն խոսքը գնաց նրա մասին, որ թե ինչպես է կառուցված տիեզերքը, և կառուցվածքը ինքը շատ հետաքրքիր գաղափար են արիացիները առաջ քաշում, որտեղ տեսեք, ասենք, երբ որ մենք այսպես ասենք նայում ենք գիշերային երկնքին, չէ՞, կամ չգիտեմ, տարբեր տեսակի բաների միջոցով, գործիքների միջոցով հետազոտում ենք տիեզերքը, չէ՞, ինքը այնպիսի տպավորություն է, որ տիեզերքը ինքը այսպես ինչ-որ անծայրածիր մի հատ բան է, չէ՞, բայց այրացիները իրանք ասում են վերջնականում ինքը ձու է, սա այստեղ դեռ չհնչեց, մի քիչ ուշ ավելի կհնչի, հա, իրանք ասում են վերջնականում դա ձու է, և այնպես ասենք մոլորակներն են, հա, ու իրա վրա հավաքված են տարբեր էլեմենտների շերտերը, այսինքն արիացիները իրանք նկարագրում են տիեզերքի կառուցվածքը որպես, այսպես էլի, սահմանափակ տարածքում գտնվող մի երևույթի, չէ, և սա ուրեմն շատ տեսնում ենք, որ շատ հետաքրքիր պատկերացումներ ունեն արիացիները և տեսնում ենք, որ ասենք շատ բաներ, չէ, ես նորից եմ ասում, որ ես վստահ եմ, որ շատ ու շատ գիտնականներ, հա, դա թե ինչը պետք է, օրինակ ասենք, որ հասկանանք ինչի մասին եմ ասում, չէ, տեսեք, օրինակ Բհագավատամը ինքը ասում է կա տարրական մասնիկ, և ասում է այն ժամանակ, երբ որ մարդը ինքը դեռ ոչ մի գաղափար չուներ, ոչ ատոմի, ոչ մոլեկուլների, ոչ իոնների կամ միջի մասին, չէ, և իրանք այստեղ գիտնականի մի բանականություն ունեցող անձնավորությունը, և որ ինքը կարդում է այս տեքստերը, ասպետ չհասկացա, արիացիները ասեցին կա տարրական մասնիկ, ուրեմն այդ մասնիկը պետք է փնտրել, հասկանում եք, և այդ ուղղությամբ սկսում են հետազոտությունները, և այո, հայտնաբերվում է ատոմը և այլն, հասկանում եք, չէ, հիմա, ինչպես տեսանք, գաղափարախոսությունների տեսանկյունից, ուրեմն գլուխը ինքը բաժանված էր մի քանի մասի, առաջինը, ինչպես ես արդեն ակնհայտորեն քննարկեցինք, չէ, որ ամենաառաջինը դա ատոմն էր, որտեղ ատոմը ինքը ներկայացվեց որպես ամենափոքր նյութի ամենափոքր մասնիկը, տարրական մասնիկը, հա, և սա ինքը շատ կարևոր գաղափար է, որտեղ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ ճիշտ պատկերացում ունեին նյութական աշխարհի կառուցվածքի մասին, պետք է հաշվի առնենք, որ սա հոգևոր գրվածք է, սա քիմիայի բան չի, էլի, քիմիայի դասագիրք չի, կամ քիմիայի գիտական աշխատանք չի, որտեղ այդ ամեն ինչը մանրամասնորեն ներկայացվեր, բայց միայն այն, որ այդ գաղափարը հնչում է, որ կա տարրական մասնիկ, չէ, դա արդեն բացարձակապես խոսում է արիացիների գիտական մակարդակի մասին, չէ, հաջորդ գաղափարը իրանք ասեցին, իսկ ցանկացած մարմին այդպիսի ատոմների կոմբինացիայից է ստեղծվում, այսինքն իրանք ոնց են միանում իրար, հասկանում եք, և ասենք կենդանիակը գտնվելով այս նյութական մարմնի մեջ, առանց գիտության հիմա էլի, մենք երբ որ պրոստը գտնվում ենք այս նյութական մարմնի մեջ, մենք մեր մարմնին այդպես չենք վերաբերվում, հասկանում եք, այսինքն այսպես նայում ես, քեզ թվում է, որ սա ինքը ինչ-որ մի բան է, այդ կաշին ինքը ինչ-որ մի բան է, չէ, իսկ արիացիները իրանք ասում են ոչ, ինքը բաղկացած է
այդ տարրական մասնիկի տարբեր հավաքված կոմբինացիաների միացությունից։ Հասկանում եք։ Հիմա ինչ են հասկանում արիացիները։ Իրենք հասկանում են, որ երբ որ դու այսպես ուղղակի նայում ես աշխարհին, չէ՞, աշխարհը ինքը թվում է հաստատուն։ Իսկ երբ որ կենդանիակներու սա մեր համար արտիական խոսակցություն չի, չէ՞, որտեղ մենք էլ արդեն սովոր ենք, մենք այդ գիտելիքը ունենք, մեր գիտությունը ինքը հաստատել է արիացիների գաղափարները, չէ՞, բայց մենք հիմա խոսում ենք արիացիների մասին, որոնք հազարավոր դարեր առաջ են գոյություն ունեցել, չէ՞։ Եվ իրանք ինչի մասին են խոսում, որ եթե անձնավորությունը ինքը գիտակցում է, որ նյութական բոլոր օբյեկտները իրանք ընդամենը այդ ատոմների հավաքածուն են, որին ինչ-որ մի բան ստիպում է, որ իրանք այդպես իրար հետ մնան, հա, եւ այն ուժը, որը ստիպում է, որ իրար հետ մնան, հենց այդ ուժն էլ կարող է դադարել գործել եւ այդ ատոմները նորից ցրվեն, եւ այդ ձևը ինքը կորի։ Եվ դրա ամենավառ օրինակը դա դիակն է, չէ՞, որը ինքը փթում է, ինչ է շարքում փթում է, разрушается, չէ՞, այսինքն իր մասնիկները իրանք բաժանվում են, լրիվ ուրիշ կոմբինացիաներ են կազմում, դառնում են պարարտանյութ, չգիտեմ ինչ, որդերի կեր եւ այլն, չէ՞։ Հաջորդ գաղափարը, որ այստեղ հնչեց, դա շատ կարևոր գաղափար էր, որ ժամանակը դա գերագույն աստվածավորության էներգիան է։ Այսինքն Կապիլադևան դեր կասի ժամանակը դա գերագույն աստվածավորության կամքն է։ Հասկանում եք։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ ժամանակը ինքը չի ներկայացվում որպես առանձին ֆիզիկական կատեգորիա, ոնց որ ասենք տարերքները, կամ են, չէ՞, ինքը ասում է, այդ ամեն ինչը ինքը գործում է ժամանակի մեջ է միավորվում, ժամանակի մեջ է գոյություն ունենում, ժամանակի մեջ է նորից ցրվում, չէ՞, բայց այդ ժամանակը ինքը գերագույն աստվածավորության կամքն է, այլ ոչ թե այսպես առանձին ֆիզիկական կատեգորիա։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ այս գաղափարը ինքը բան է, սպասելիք է, որտեղ մենք խոսում ենք աստվածակենտրոն հասարակության մասին, չէ՞։ Եվ հաջորդ գաղափարը իրանք առաջ են քաշում հաջորդ գրագի այդ գաղափարը, որ իսկ ժամանակը գերագույն աստվածավորության վրա չի ազդում։ Հասկանում եք։ Այսինքն, որ ժամանակը ինքը գործում է միայն նյութական աշխարհում, եւ հիմա ամենակարևորը, ինքը կապված է շարժումի հետ։ Սա շատ կարևոր, նրանք ովքեր որ փիլիսոփայական միտք ունեն, իրանց համար սա շատ կարծում եմ, որ շատ հետաքրքիր բան է, որտեղ մենք համոզվում ենք, որ ես իմ որ ժամանակներից, ասենք արիացիները իրանք ինչ գրագիտություն են ունեցել, չէ՞։ Հիմա ինչ է ասում։ Իրանք փաստացի ասվեց, չէ, որ եթե չկա շարժում, ժամանակի զգացում չկա, որտեղ եթե չկա շարժում, դա իմպերսոնալ բրահմանն է։ Իմպերսոնալ բրահմանը, այդ լույս ասվածը, չէ, ինքը ինչ է, ինքը այդ բաների, այդ էլեմենտար մասնիկներն է, որը երբեք ոչ մի ֆորմա չեն միավորվում, այսինքն չկա շարժում, որտեղ որպեսզի ֆորմա լինի, այդ մասնիկները պիտի միավորվեն իրար հետ, չէ, որ ինչ-որ մի հատ ձև լինի։ Այ դա այնտեղ չկա։ Եվ այնտեղ չկա ժամանակ։ Հիմա մենք տեսանք, որ արիացիները իրենք շատ լավ, ասենք, հասկանում էին, նույնպես ժամանակը կիսում էին, հասկանում էին ցերեկը ինչ է, գիշերը ինչ է, չգիտեմ, ժամանակը բաժանվում էր այդ տարբեր տեսակի իսպիրենյաների, ինչ է, եւ
տեսնում ենք, որ իրանք այսպես ժամանակի ընթացքը սենց շերտերով հավաքում են, չէ՞, որ կա ցերեկը, կա գիշերը, իրանք մոտավորապես հավասար են իրար, 15 օրը ցերեկ է, 15 օրը գիշեր է, հետո չգիտեմ, այսինքն իրենք բան են անում, էլի, ստրուկտուրա են հավաքում ժամանակի եւ այսպես շերտերով հավաքեցին ժամանակը, ոնց որ ասենք դա մենք ենք անում, չէ՞, միլիսեկունդը, սեկունդը, մինուտը, չաս, չգիտեմ ինչ, հասկանում եք, հա, եւ այդ հասկացողությունը, չէ, այն նկարագրությունը, որը մեզ բերում են արիացիները, չէ, իրանք խոսում են նրա մասին, որ իրանք իդեալական գիտակցում էին, որ նյութական աշխարհում գործում է իդեալական կարգավորում, հա, հաջորդը դա մոլորակային համակարգերի մասին խոսակցությունն էր, որտեղ հատուկ քննարկվեց արևը, ընդ որում արևը քննարկվեց եւ այն երևույթը, որը ինքը կյանք է տալիս, չէ, բայց եւ այն երևույթը, որը կրճատում է կյանքը։ Եվ սա հոգեբանորեն ինքը այս գլխի մեջ իմինը հոգեբանորեն տեսանկյունից ամենաուժեղ տեքստերից էին այս գաղափարը։ Հասկանում եք։ Հիմա այսինքն արիացիները արդեն քննարկելով արևը, իրանք ժամանակը ներկայացրեցին, որ ոչ թե որպես միայն շարժում, այսինքն ոչ թե որ եթե կա շարժում, կա ժամանակ, չէ, նրանք համել ներկայացրեցին, որ ժամանակը ինքը խլում է, ժամանակը ինքը քայքայում է եւ մոտեցնում է մահը, հա, հասկանում եք, տեսեք օրինակ, կենդանի էակի համար, երբ որ ինքը քանի դեռ ինքը ծնունդ չի ստացել, իր համար ժամանակ չկա։ Հենց որ ինքը մտավ տղամարդու սերմի մեջ, իր համար միանում է ժամանակը, չէ՞։ Հենց որ ինքը մարմին ստացավ եւ ծնվեց, այդ պահից սկսած ժամանակը սկսում է իր կյանքը խլել եւ մոտեցնել իր մահը։ Հասկանում եք։ Բայց մենք տեսակ, որ համ էլ գաղափարը, որը առաջ քաշեցին արիացիները, թե ասենք ինչու համար էր դա տեղի ունենում, չէ, շատ հետաքրքիր գաղափար էր, որտեղ ասվեց, որ արևը ինքը դա անում է, որպեսզի ազատի կենդանի էակներին կապվածությունների իլյուզիայից։ Հա? Հիմա հետո սկսվեց քննարկվել ուրեմն դարաշրջանները։ Մենք տեսանք, որ արիացիները իրենք դարաշրջանները նկարագրում են որպես դեգրադացիա։ Այսինքն ոչ թե որ այդպես որ սկզբում ամենացածր դարաշրջանն է, հետո մի քիչ ավելի բարձր, հետո չէ, հակառակը, սկզբում ոսկե դարաշրջան է, սացիայուգան դա ոսկե դարաշրջանն է, հետո դարաշրջանը ինքը սկսում է անկում ապրել։ Հասկանում եք, այսինքն այո, նյութական աշխարհը իր հոգեբանական հիմքով կենդանիակին իր մեջ խրող է, այսինքն դեպի ներքև քաշող։ Եվ ուրեմն տեքստեր հնչեցին, որտեղ ուրեմն այդ 4 դարաշրջանները իրենք կլասիկ բացատրություն տրվեց ճիշտ ժամանակային տեսանկյունից, տևողությունը, նա ինչքան է, եւ մենք տեսանք, որ դարաշրջանները իրանք նկարագրվեցին այդպես, որ ամենակարճ դարաշրջանը աստվածամերժության դարաշրջանն է։ Հասկանում եք, բայց եւ նշվեց, որ դարաշրջանների ընթացքում դա ոչ թե ինչ-որ տարիներ են, հա, այլ դա կրոնականության ոչնչացման գործընթացն է։ Այսինքն երբ որ տիեզերքում գտնվող կենդանի էակները իրենք այսպես քանի գնում հերքում են Աստծո գոյությունը, մինչև գալիս հասնում են աստվածամերժության դարաշրջան, եւ այդտեղ արդեն ծնվում են այն կենդանի էակները, որոնք ընդհանրապես հերքում են Աստծուն, չէ, այսինքն բացարձակ անկախություն են ուզում։ Խոսացվեց դրա մասին, որ
ամեն մի դարաշրջանում կրոնականությունը ինքը 1/4 մասով կորցնում է իր հզորությունը։ Սա ինքը շատ կարևոր տեքստեր են, որովհետեւ մենք կարողանանք հասկանանք, այսինքն ինչ են հիմա քննարկում այլացիները, որ իրանք հասկանում են, որ կան դարաշրջաններ, եւ այդ դարաշրջանները իրանք ինչ են շախում դարաշրջան։ Գերագույն Աստծո ազնվությունը զարգացման տեսանկյունից համարյա հավասար կենդանիակներին բերում է նույն տեղ։ Եվ դա դառնում է այս դարաշրջանը, այն դարաշրջանը համապատասխան, ուրեմն կենդանիակների որակավորմանը, հա։ Այստեղ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, որ կենդանի էակի դեգրադացիան կամ անկումը ինքը տեղի չի ունենում միանգամից։ Ինքը տեղի է ունենում կամաց, այսինքն բավականին երկար պրոցես է անցնում կենդանի էակը, հա, որպեսզի գա բացարձակ աստվածաբեժության գաղափարին։ Շատ երկար ճանապարհ է անցնում։ Ոսկե դարաշրջանում այնտեղ զիջում է իր կրոնականությունը, այսինքն Աստծո հետ կապը ինչ-որ միջափով, հետո արծաթե, հետո բրոնզե, եւ ամեն այդ դարաշրջանում ինքը զիջում է իր կրոնականությունը, հա, մինչև գալիս է եւ հասնում է աստվածաբեժության, այսինքն դեգրադացիան ինքը տեղի չի ունենում անմիջապես, դա շատ երկարատև պրոցես է, հա։ Խոսացվեց Տեր Բրահմայի կյանքի տևողության մասին, հա, եւ ուրեմն նրա կյանքի, նրա մեկ օրվա տևողությունը ինքը, այսպես էլի, ջարդուփշուր է անում մարդու այդ ժամանակի տեսանկյունից մարդու գոռոզությունը, չէ՞, որովհետև ասենք մենք տեսնում ենք, որ Տեր Բրահման ինքը մեր համեմատ կարելի ասել, որ հավերժ է ապրում, չէ՞։ Եվ կարող ենք ենթադրել, որ Բhagavatam-ը կամ այս պահին Մայտրեյան ինքը գիտակցաբար արժեզրկում է այդ մարդու ինքնարժեքը, հա, ինչի համար, որպեսզի մարդը ինքը ռեալ գնահատի, թե ընդհանրապես ինչ արժեք ունի տիեզերական մասշտաբով իր չնչին մարդկային կյանքը։ Հաջորդ կարևոր գաղափարը, որը հնչեց, դա նա էր, որ առաջագործությունը ինքը ցիկլիկ է։ Այսինքն Տեր Բրահման ինքը ունի օր, գիշեր, իր ամեն մի օրվա մեջ, հա, հազարավոր անգամներ լինում են այդ 4-ը, ուրեմն յուգաները, հա, հենց որ ինքը պարկում է քննելու տիեզերքը, ինքը դա կոչվում է մասնակի բան, разрушение вообще, քիչ առաջ նայեցի, մասնակի ոչնչացում, հա, ոնց որ արարչագործության ժամանակ կոչվում է երկրորդական արարչագործություն, ոչնչացման ժամանակ էլ կոչվում է մասնակի ոչնչացում, որտեղ այնտեղ ամեն ինչը չի, ամբողջ տիեզերքը չի, որ ոչնչանում է, էլի, հասկանում եք։ Եվ ուրեմն, որ արարչագործությունը ինքը ցիկլիկ է, սա իրականում արիացիների ամենաայսպես կարևորագույն գծերից մեկն է, հա, եւ վերջում խոսքը գնաց նրա մասին, որ աշխարհը ինքը ստաբիլ չի, որ աշխարհը ինքը արարվում է, պահպանվում, ոչնչացվում եւ դա կրկնվում է նորից ու նորից, նորից ու նորից։ Հա, հիմա որպես տիեզերքի ուրեմն ոչնչացում խոսացվեց Տեր Բրահմայի գիշերվա մասին եւ խոսացվեց նրա մասին, որ այդ ժամանակ նույնիսկ արևը եւ լուսինն են վերանում, իսկ արարչագործությունը ինքը ոչնչանում է Սանկարշանայի բերանից դուրս եկող այդ օծը, էլի, դուրս եկող կրակով, բայց եւ ուրեմն համել բանը
նկարագրվեց, որ աշխարհի վերջը ինքը սկսվում է նրանից, որ ափերից դուրս են գալիս ծովերը եւ օվկիանոսները։ Եթե մենք խոսում ենք մեր մոլորակի մասին, ապա անպայման խոսում ենք դրա մասին, որ մենք մեր գործունեությամբ այո շատ նպաստել ենք, որպեսզի Անտարկտիդայի բաները, ասենք, սառույցները սկսեն հալել։ Դու գիտականները բարբերաբար ելույթներ են լինում հեռուստատեսությամբ, ինտերնետում եւ այլն, որտեղ այդ հայտարարությունները արվում են գլոբալ դեպացիպլեյը, չէ՞։ Եվ դա իհարկե շատ վտանգավոր process է, եւ հենց այդպես էլ ասվում է, որ երբ որ ծովերը եւ օվկիանոսները իրար դուրս են գալիս իրենց ափերից, սկսվում են այդ ուրագանները, որոնք իրենք ջուրը դուրս են բերում ուժեղ անձրևների միջոցով, դա սիմպտոմ է նրա, որ ուրեմն մոտենում է այդ առողջագործության վերջը, հա, եւ նկարագրվեց, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հանգիստ շարունակում է քնել անանտայի վրա, այսինքն այդ օձի վրա, որի վրա ինքը նստած է, պառկած է, չէ, եւ սա շատ կարեւորագույն ֆինալ է, ուրեմն այդ կերպարը, որ այնտեղ, ասենք, կենդանի ակտերի համար, երբ որ ավարտվում է, ասենք, այդ առաջագործության ցիկլը եւ հիմա տիեզերքը պիտի ոչնչանա, դուք պատկերացնում եք, չէ՞, ինչ է կատարվում։ Բոլոր կենդանի ակտերի համար դա ուղղակի կատաստրոֆա է։ Եվ կա մի անձնավորություն, որի համար նյութական աշխարհի ոչնչացումը դա կատաստրոֆա չի, այլ ընդամենը բնական հերթական ցիկլն է։ Այ հիմա արարվեց, հիմա պահպանվեց, հիմա պիտի ոչնչանա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դրա համար ինքը հանգիստ է։ Այսինքն, այստեղ շատ կարևոր է, որ մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ոչնչացնում է նյութական աշխարհը, ոչ թե որովհետև ջղայնանում է, ոչ թե որովհետև ուզում է պատժել, այլ որովհետև ուղղակի ժամանակն է եկել ռեստարտ անել։ Շատ հետաքրքիր գաղափար է, հա, ու մենք տեսնում ենք, որ այո, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը սենտիմենտալությունից, այդ նյութական, սովորական սենտիմենտալությունից բացարձակ ազատ կենդանի էակ է։ Հասկանում եք։ Հա? Եվ սա ինքը շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք, էլի, որ այդ մեր նյութական գոյությունը ընդհանրապես ինքը ինչ արժեք ունի Գերագույն Աստծո անձնավորության համար։ Գիտեք, ես այստեղ այսպես կասեմ, էլի, չգիտեմ ինչքանով ընդունված կլինեմ, բայց այսպես կասեմ։ Դա ինչ-որ գոռոզության սիմպտոմ է մտածել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ջղայնությունից տիեզերք է վերածվում։ Գիտեք, ես բանել, դες Գերագույն Աստծո անձնավորության ջղայնության արժանանալու համար, պետք է շատ ջանքեր թափել։ Այստեղ մենք տեսնում ենք բացարձակ ուրիշ տրամադրության ներկայացում։ Եվ այսպիսի բաները ես միշտ ձեր ուշադրությունը դարձնում եմ, որովհետև այսպիսի կետերից է, որ մենք կարողանում ենք ճիշտ պատկերացում կազմել Գերագույն Աստծո անձնավորության մասին, չէ՞։ Եվ կարողանում ենք հասկանալ իր կերպարը։ Հասկանում եք։ Տեսեք, ինքը այսպես նկարագրվեց, որ այդ ամեն ինչը քանդվում է, չգիտեմ, ջրեղեղ է, բոլորը մահանում են, եսի ինչ են դիտում, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ ընթացքում հանգիստ պառկած է Ադանտը շեշայի վրա։ Հիմա ասեց, փակած աչքերով։ Այսինքն նույնիսկ աչքերը չի բացում, որ տեսնի։ Եվ տեսեք, սենտիմենտալության տեսանկյունից, չէ՞, սա
բան, ոյ, այդ ոնց թե ինչու համար, որտեվ սենտիմենտալությունը ինքը մեզ տանում է այնտեղ, որ մեր նյութական գոյությունը ինքը պետք է որ գերագույն աստծո ազնվորության համար նույնքան արժևորված լինի, ինչքան մեր համար է։ Հիմա ուրեմն այս ամեն ինչը հասկանալու խնդիր կա, չէ՞։ Որ իրականում մենք ես շատ եմ այդ խնդիրը քննարկում։ Մենք պիտի հասկանանք, որ գերագույն աստծո ազնվորության համար մեր նյութական գոյությունը դա թատրոն է։ Ինչու՞։ Որովհետև ինքը այդ պահին պարզ գիտակցում է, թե ով ենք մենք հոգևոր աշխարհում։ Ինքը գիտի, թե մեզանից որտեղ է, այսպես ինչ-որ մի որոշ ժամանակ սառել իր գլխի մեջ այս նյութական խաղերը խաղացնում։ Այսինքն ինքը տեսնում է, որ հոգու հետ ոչ մի բան չի կատարվում։ Սա իր իլյուզոր ինչ-որ խաղն է, որտեղ ինքը ինչ-որ իր գաղափարներն է կյանքից կյանք փորձում փորձարկի։ Հասկանում եք։ Եվ իհարկե ինքը դրան լուրջ չի վերաբերվում։ Դրան մենք ենք լուրջ վերաբերվում, որտեղ նույնացնում ենք մեզ նյութական մարմնի հետ եւ նյութական մարմնի եւ նյութական աշխարհի հետ։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր դետալ էր, որի վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է նշանակում հոգևոր էակ։ Հոգևոր էակը ինքը ոչ մի, հասկանում եք, ոչ մի սենտիմենտալ կարեկցանք նյութական մարմինների վերաբերյալ չի կարող ունենալ։ Դրա համար, երբ որ Արգջունան ինքը Բhagavad Gita-ում Կրիշնային ասեց, բա ես ոնց սրան սպանեմ, սա իմ քեռին է, սա իմ էսիչն է, սա իմ նան է, սա իմ ուսուցիչն է, ես էս ինչին պարտական եմ, էս ինչի սիրում եմ, էս մեկին եթե ոչնչացրեցի, ինչ որ ուրիշներին վնաս եմ տալի, ես ոնց անեմ, ինչ ասեց Արգջունան, տեսի Կրիշնան առաջի հերթին։ Ասեց, ես ինչ իմ հարիշներ ես դու խոսում արիացուն ոչ արժանի։ Դու մոռացել ես, որ բոլոր կենդանիատները հոգի են եւ իրանց նյութական մարմինը գրոշի արժեք չունեցող նույն բան է, ոնց որ հիմա ես նստեմ, չգիտեմ, գիտեք ասեք տան մեջ լիքը տիկնիկներ լինեն, չգիտեմ, այդտեղ բան ջուրը ջրի խողովակը տաքի, ամբողջ տունը լցվի ջուր, ես գամ ու եւ տեսնեմ, որ բան խաղալիքները իրանք բոլորը թրջվել են, փչացել են, եսի միջ են եղել։ Ինչ եմ անելու։ Հա, ինչ եմ նստելու եմ սուկ կապեմ, ինչ եմ անելու։ Հա, եթե կապվածություն ունեմ, կասեմ, վայ, ինչ ափսոսեր ես, մի խաղալիքը պրծավ։ Եթե էդ էլ չունեմ, մեկա, չէ՞։ Պրոստը կհավաքեմ, կտանեմ, կթափեմ աղբա։ Այդ գերագույն աստծո ազնվորությունը ինքը կենդանիակի նյութական գոյությունը այդպիսին է տեսնում։ Հասկանում եք, պրոստը իհարկե ինքը հաշվի է նշտում դրա հետ, որ կենդանիակի համար սա շատ լուրջ է, որտեղ ինքը նույնացնում է իր նյութական մարմնի հետ, չէ՞։ Եվ դրա համար սկզբնական շրջանում մենք սրա մասին շատ ենք խոսել, էլի, ինքը գնում է այդ կոմպրոմիսին, որ հա իհարկե քան կարևոր է, որ դու ամուսնանաս Հարութի հետ, այլ ոչ թե Արտուրի, կամ դու, չգիտեմ, դառնաս ինչը ոչ թե այն, կամ դու էսիշ մեքենան փոխես էսիշ մեքենայով, կամ եսի միջ, կամ եսի միջ։ Հա, ու ինքը ինչ-որ, բայց այդտեղ ինքը ոչ թե դա իր համար կարևոր է, ինքը այդտեղ մի բան է, նպատակ է հետապնդում։ Վերականգնել կենդանիակի վստահությունը իր հանդեպ։ Ուրիշ ոչ մի բան։ Իրան այդտեղ միայն դա է հետաքրքրում, այլ ոչ թե մեր նյութական երջանկությունը։ Հասկանում եք։ Եվ այս խաղաղ կերպարը, որ այստեղ նկարագրվեց, ինքը շատ կարևոր էր։ Հիմա մենք խոսեցինք դրա մասին, որ բան էլի գլուխը ինքը խոսում է նրա մասին, որ արիացիները գիտակցում էին, որ ժամանակը դա հարաբերական գաղափար է։ Եվ տիեզերքում տարբեր մոլորակային համակարգերի վրա ժամանակը տարբեր ձևով է ընթանում, չէ՞։ Եվ մարդկային կյանքի տեսանկյունից Տեր Բրահման ինքը անսահման երկար է ապրում, հա, բայց նույնիսկ ինքը մահկանացու է։ Հասկանում եք, այսինքն Տեր Բրահմայի 100 տարին էլ է բրծնում։ Եվ գերագույն աստծո ազնվորության տեսանկյունից
ինչպես ես արդեն ասեցի, կամ տեքստերը նկարագրեցին, իր կյանքը դա ընդամենը մի պահ էր։ Ինչ է ուզում ասել տեքստը։ Ուզում է ասել, որ այն ինչ որ մեզ թվում է հավերժ, Գերագույն Աստծո անձնավորության տեսանկյունից դա նույնիսկ ուշադրությանը ոչ արժանի ժամանակաշրջան, ժամանակաընթացք է։ Եվ վերջի ամենակարևոր գաղափարը, որը հնչեց, դա նա էր, որ ժամանակը ինքը ղեկավարում է ամեն ինչ։ Փիլիսոփայության տեսանկյունից սա գլխի ամենակարևոր գաղափարն էր, որտեղ երկու գաղափար առաջ քաշվեց։ Ժամանակը ինքը ղեկավարում է ամեն ինչ, ինչ գտնվում է նյութական աշխարհում, եւ չի ազդում նրանց վրա, ով դուրս է եկել մարմնական կոնցեպցիա, մարմնական գիտակցությունից։ Այսինքն կարող է օգտագործել այս մարմինը, կարող է դեռ գտնվել նրա մեջ, բայց չի նույնացնում իրեն այս մարմնի հետ։ Հասկանում եք։ Եվ այստեղ է, որ արիացիները իրենք ունեն կոնկրետ պրոցես, թե ինչի հաշվին, ինչի շնորհիվ կենդանիակը ինքը կարող է դուրս գալ ժամանակի ազդեցությունից։ Եվ մենք դա ժամանակին քննարկել ենք։ Դա միտքն է։ Երբ որ միտքը ինքը դադարում է, որտեղ միտքն է մեզ կապում ժամանակի հետ, միտքը եւ հիշողությունը, այդ երկու գործոններն են կապում մեզ ժամանակի հետ։ Հիշել անցյալը, ողբալ անցյալի համար, այդ որ ողբը կա, չենք կարողանում մոռանալ, մշտական ինչ-որ անցյալի մեջ ենք, չէ՞։ Ցանկություններ ձևավորել ներկայում, որոնք կախված են նյութական աշխարհի հետ, Եվ հենց որ կենդանիակը ինքը ցանկություններ է ձևավորում, ինքը սկսում է պլանավորել իր ապագան, որովհետև անմիջապես սկսում է մտածել դրա մասին, ինչպես իրականացնել այդ ցանկությունները։ Եվ արիացիները իրենք ասում են, ժամանակի ազդեցությունը կարելի է հաղթահարել միայն երբ որ դու չես ողբում անցյալի մասին, ոչ մի ցանկություն, ոչ մի բացարձակապես ցանկություն չես ձևավորում ներկայում եւ հետեւաբար չես պլանավորում ապագան։ Եվ այդ ժամանակ կենդանիակը ինքը վերադառնում է իր հավերժ գիտակցությանը։ Սա այն պատկերացումներն էր, որոնք արիացիները ունեին ժամանակի եւ տիեզերքի այդ ատոմար կառուցվածքի մասին։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,